Բարև ձեզ, ես Սվետլանա Մելքումյանն եմ, նոր դպրոցի 5-1 դասարանից, մենք կրկին հանդիպում ենք, այժմ ես գիտեմ, որ բոլորը գիտեն Մխիթար Սեբաստիացու մասին, ես կուզենայի ձեզ այս վերնագրով արդյոք բոլորն են ճանաչում Մխիթար Սեբաստիացուն, եւ արդյոք ես ճանաչում եմ լիարժեք, թե ոչ, այս վերնագրով ձեզ մի փոքր նյութ կարդալ, եւ միասին նաեւ կընկնդրենք Մխիթար Սեբաստիացու մասին մի փոքր հատված։ Մխիթար Սեբաստիացին ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676-ի փետրվարի 7-ին։ Նրա իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Սուրբ Նշան վանքում։ Իր աշակերտական տարիներից բացահայտել է այսպիսի հատկություններ՝ հարցասիրություն, դրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող սուր միտք։ Մխիթար Սեբաստիացու այդ հատկանիշները գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսին եւ դրդել նրան Մխիթար Սեբաստիացուն բերել էջմիածին, սակայն այնտեղ նրա հետ վարվել են դաժանորել, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Նա հիասթափված միաբանների վերաբերմունքից փոխում է Սևանա վանքը, մտածելով, թե այնտեղ կկարողանա խաղաղ պայմաններում նվիրվել գրական աշխատանքի։ Պարտադրված թողում է նաեւ նոր Օթևանը, վերադառնում իր ծննդավայրը։ Մխիթար Սեբաստիացին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ դեպի Եվրոպա, ստեղծել կնորական միաբանություն։ Մեծ զրկանքներ կրելով հասնում է Հալեբ։ Նրան խորհուրդ են տալիս մի աշխատանք, սակայն նա ցանկություն է հայտնում մեկնել Հռոմ։ Ճանապարհ է ընկնում դեպի Պոլիս, այդտեղից Իտալիա անցնելու մտադրությամբ։ Հազիվ հասնում է Կիպրոս, ծանր հիվանդանում է, ապակինվելուց հետո վերադառնում է Սեբաստիա, Սուրբ Նշան վանքը։ 1696-ին ձեռնադրվում է քահանա։ Եկում գտնվող Կարմիր վանքում, մինչև որ 1700-ին Վերջապես Պոլսում գտնում է իրեն ձեռք մեկնող լատին հոգևորականներ եւ 1701-ի սեպտեմբերի 8-ին իրագործում է տարիների երազանքը, ստեղծում կրոնական միաբանություն 10 անդամներով։ Այնտեղ նա իր աշակերտներին ուսուցանում է հայոց լեզու եւ հին մատենագրություն։ Հռոմի պապը նկատելով, որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածման արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ ընդառաջում է Մխիթարին տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարատակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին։ Իտալիայում հաստատվելու առաջին տարիներից Մխիթարը սկսում է լույս ընծայել իր կամ միաբանության մյուս անդամների գրած կամ թարգմանած գրքերը, բացառապես կրոնական բովանդակությամբ։ Հայկական կրոնական մեկ միաբանության տալով աշխատելու այսքան մեծ հնարավորություններ Հռոմը հետապնդում էր առաջին հերթին հայ ժողովրդի մեջ կաթոլիկություն տարածելու ծրագրի իրագործումը։ Դա կարող է կատարվել երկու ուղղությամբ՝ կենդանի քարոզի եւ կրոնական գրքերի տպագրության ու տարածման ճանապարհով։ Ճիշտ է, միաբանության շատ անդամներ եղել են հայկական շրջաններում, իրենց կրթական գործունեության զուգընթաց զբաղվել են քարոզչությամբ, ոմանք էլ ունեցել են միայն քարոզչական գործունեություն, սակայն Մխիթարի հիմնական նպատակը եղել է գրավոր խոսքը, հրատարակչական աշխատանքը։ Իսկ 1749 թվականին ապրիլի 27-ին մահացել է նա ցավոք։ Դե ես այսքանը գիտեմ Մխիթար Սեբաստիացու մասին։ Եթե դուք ավելի տեղեկություններ ունեք Մխիթար Սեբաստիացու մասին, խնդրում եմ ինձ հայտնեք։ Ես սովորում եմ նոր դպրոցի 5-1 դասարանում։ Ստեսություն, ծով եմ, ևս մեկ անգամ կհանդիպենք։